Կանչեք մի քիչ էլ սպասենք ու սկսենք, լավ։ 11 մի քանի րոպե։ Վերջ։ Հիմա արդեն սկսենք։ Բարև բոլորիդ, ովքեր ներկա են, շնորհակալություն, որ եկել եք։ Ես Թամարա Սարդարյանն եմ, 9% կոնսուլտանտ, Oriflame-ի ներկայացնում եմ Express Կարիերա պրոյեկտը։ Հիմնադիրը Աննա Չեռնան է, բոլորս եկեք իրան ասենք շնորհակալություն, որ մեզ հնարավորություն ա տվել միանալ և սկսեցինք։ Մի բան խնդրեմ, անընդհատ նկարները փոխելուց միշտ գրեք, բացես թե չբացես, միշտ երբ որ հարց եմ տալիս, արձագանք ունեցեք, որպեսզի ես իմանամ ինչա կատարվում երեխեք։ Այս նկարը ինձ թվում է բոլորից ծանոթ է։ Երբ որ մենք ինչպես բոլորը գնում ենք մանկապարտեզ, դպրոց, բուհ ենք ավարտում ու բոլորից էլ երեխեք պետք է գումար աշխատենք, ճիշտ է, այս կյանքում ամեն ինչի համար պետք է գումար։ Մենք ունենք 3 տարբերակ ավարտելուց հետո։ Բարձր աշխատանք, այսինքն պիտի գնանք ինչ որտեղ աշխատենք։ Դասական բիզնես, մենք պիտի հիմնենք մեր բիզնեսը, գործ տնենք, այսպես ասած, եւ ցանցային մարքեթինգ։ Մեր Oriflame-ի հետ Express Կարիերա պրոյեկտը զբաղվում է հենց ցանցային մարքեթինգով։ Այսօր հավաքվել ենք դրա համար, որպեսզի բացատրեմ, իմանալ ինչ է դա նշանակում, ինչ ենք մենք անում, որն է մեր աշխատանքը, եւ բոլոր ձեր հարցերի պատասխանները ինձ թվում է կգտնենք։ Խորհուրդ եմ տալիս, թող գրիչ վերցրեք, եթե ընթացքում ինչ-որ հարցեր կառաջանան, այդ հարցերը գրեք, ես վերջում կպատասխանեմ բոլորի հարցերին։ Լավ։ Այսպես, 3 ճանապարհ ունենք ընտրելու, ինձ թվում է ովքեր այստեղ են, մեծ մասին գումար ա պետք, ճիշտ է։ Ինչ եք միացել այս պրոյեկտին կամ ինչի ա ձեզ հետաքրքրել, որ մտնեք լսեք։ Բոլորի գումար ա պետք, ճիշտ է։ Չաթում գրեք, որպեսզի տեսնեմ։ Ում ա գումար պետք։ Ոչ մեկից պետք չի։ Այո, իհարկե, պետք է։ Որտեղ գումարը երբեք շատ չի լինում։ Հիմա, սա մեր շաբլոններից մեկն է, բոլորից այս շաբլոնի տիպի կամ այս կարգի նկարներով ենք առաջարկում միանալ մեր պրոյեկտին։ Ինչու չեմ ասում աշխատանք, հետ կոնկրետ աշխատանք, որովհետև սա մի քիչ տարբերվում է սովորական աշխատանքից, որովհետև սա աշխատանքին զուգահեռ մենք կառուցում ենք կարիերա։ Դրա համար պրոյեկտն էլ է հենց այդպես կոչվում, Express Կարիերա, բարձր։ Ինչի է կոչվում Express Կարիերա, որովհետև մենք այստեղ ոչ միայն աշխատում ենք, այլև ստեղծում ենք մեր կարիերան։ Նկարում գրված ամեն ինչի մասին հատ-հատ ես կխոսեմ, սա ուղղակի որպես շաբլոն գիտեք, բոլոր կետերին կվերադառնանք։ Սա Oriflame-ի սայթն է, նկարել եմ, որպեսզի իմանաք, որ մենք օրինական ենք աշխատում, շատ-շատերը հարցնում են, դուք որտեղ եք աշխատում, ինչպես եք, այսպես ասած, սա մեր աշխատանքային սենյակն է, ռուսերեն ասված մեր կաբինետն է, երեխեք, նայեք, Oriflame-ի սայթն է, օրինական չունի դրա հետ, ամեն ինչի։ Մեր ճանապարհը հարթ է, ուղղակի այս
հավաք ու ամենակարևորը աշխատասիրություն ու լավ տրամադրությունների հանդեպ հավաք ու քո տեսակ իմ բիզնեսը այստեղ 9% հիմա կա Դա համար եմ նշել, որպեսզի տեսնեք։ Հաջորդ նկարը։ Բիզնես ասելով նկատի ունեմ հենց էքսպրես քանի աշխատողների համար եմ։ Յուրաքանչյուր անդամ, ցանկացած մասնակից, ով բիզնեսը, նա իր ուժերով, իր թիմի հետ միասին կազմել իր երազած գումարին։ Ուղղակի ժամանակ ապեք ու համբերություն ու հավաքեն ասում այս արեք, ին արեք, անթադ մարկա այդ կատալոգներն էլ են կատալոգները բուժաճարքի համար։ Մենք պետք է մի կատալոգ, որ մենք ունենանք, ծանոթանանք ուղղակի նորությունների հետ, ինչ որ ասենք պատասխանատվի որ քանակի ապրանք ու չենք վաճառում, չենք տանում ասում, կարող է այս ուզեք, կարող է այն ուզեք, մենք վաճառականությամբ չենք զբաղվում։ Այդ դրա համար է այդ շաբլոնները որպես առանց եւ իրոք մենք ոչինչ չենք վաճառում։ Բացարձակապես, բայց կարողանում են վաճառել, իրենք կարող են վաճառել։ Դա ոչ մեկին չի արգելվում կամ ասենք չի զանգում ոչ մեկին, չենք ասում եկեք գրանտ պատեք, եթե գրանտ պատ չեք կդիմեք մեզ, մենք ստեսեցը համագործակցենք, եթե դուք կտանկանաք մեր պրոյեկտի հետ աշխատել, ձեր սայթում, թեկուզ գրանտ պատը չլինեք, oriflame.am սայթում, դուք կարող եք տեսնել, որ կա միջազգային հովանավորություն, դա ինչ է նշանակում, որ այս աշխատանքը միջազգային է, որ դուք գտնվելով Հայաստանում կարող եք համագործակցել թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի, թե Մոլդովայի, տարբեր երկրների Ես գիտեմ, որ 62 երկրում ներկայացված Oriflame-ը եւ դրանցից 40-ից ավել երկրներում մենք բոլորս աղջիկներ եւ եթե կան մենք բոլորս կարող ենք նրանց հետ համագործակցել, այսինքն դու գտնվելով Հայաստանում կարող ես ունենալ թիմի խմբի անդամներ երկրներում, ովքեր համագործակցում են Հայաստանի հետ։ Այդ ցուցակը կա Oriflame-ի պաշտոնական կայքում։
Դրա համար այս ծանոթների ցուցակները մեզ պետք չեն։ Սոցցանցերում շատ են մարդիկ, ոչ թե անիմաստ ժամանակ Մենք չունենք զանգեր, չենք զանգում, ասենք գիտես, մենք այս ապրանքն ենք ստացել, մենք այս ակցիան ունենք, այն ակցիան ունենք, մեզ դա պետք չի, մենք բոլորը մեր սայթը, մենք տեսնում ենք այդ ակցիաները, մենք ինքներս ենք օգտվում, եթե կան այնպիսի մարդիկ ու կարող ենք օգնել, ովքեր կուզեն օգտվեն, բայց իրանց տակ չեն, առաջարկում ենք իրենք էլ գրանցեն, իրենք էլ օգտվեն, բայց որպեսզի մեր թիմում լինեն, պիտի մեզ հետ համագործակցեն, որովհետև մենք ունենք դասընթացներ, մենք ունենք շատ նրբություններ, խմբի կառուցված, որ ոչ մեկ չի կարող այդ ամեն ինչը ձեզ տալ, եթե դուք ինքնուրույն գրանցեք ու ընկնեք ինչ-որ մի անծանոթ խումբ։ Դրա համար է այդ ամեն ինչը, որ մենք եթե ձեզ հրավիրում ենք մեր հետ համագործակցելու, մենք ձեզ տալու բան ունենք։ Ուրեմն մենք ունենք փորձ, ունենք բոլոր դասընթացները, եթե ուզում եք մեզ հետ շարժվել առաջ, առավել ևս եթե կորցնելու ոչինչ չունեք, ուրեմն արեք այդ քայլը։ Մենք չունենք վաճառատեղաններ։ Վաճառատեղաններ ինչ են նշանակում։ Խանութներում տեսակ կլինեք ստենդներ, տարբեր կոսմետիկաներ ուզենաք կարող ենք վաճառել։ Բայց պահեստավորված ինչ-որ քանակ որ մենք պիտի վաճառենք, այդպիսի բան չկա։ Հիմա բացատրում եմ մենք ինչպես ենք աշխատում։ Ուշադիր լսում ենք ու հասկանում, որ մենք աշխատում ենք հենց այդպես։ Անհատական օգտագործում։ Գիտեք, ինչի դիմաց պիտի մեզ վճարի ֆիրման։ Իհարկե ապրանքաշրջանառություն։ Մարդ գրանցելով մենք ոչինչ չենք անում, երեխեք, եթե մարդուն գրանցում եք, ոչ դուք եք ոչ մի բան անելու, ոչ այդ մարդը անիմաստ այդ գրանցումը։ Ավելի լավ է այդ մարդուն չգրանցեք։ Դրա համար մենք գրանցվել ենք, մենք օգտվում ենք Oriflame-ից, ես ինքս ես կամ L'Oreal-ից ինչ-որ մի բան առնեմ, banki gel, ատամի մածուկ, սան ամենահասարակ տեսմացնում են, անընդհատ, դրա համար շատ հետաքրքիր է, երբ մենք երազում
Z, գումարած N Z Էնքանից օրիգենը որն է ներկայացնում։ Ապրանքոլակը այդ մազերի շամպուն հաստատ պիտի առնես։ Դրա համար խնամքի ապրանքները դա երրորդ տեղ։ Հիմա ասեք ինձ, էնքանից օրիգենը որն է ներկայացնում։ Խնամքի, ճիշտ է։ Երրորդ տեղում է գտնվում, այսինքն մենք ներկայացնում ենք այնպիսի արտադրանք, որի ռեալիզացումը շատ հեշտ է կատարվում։ Դա շատ կարևոր է։ Ինչի դիմաց են մեր վճարում օրիգներին։ Մենք գրանցվելով ինչ ենք ձեզ առաջարկում, մեկ-մեկը գրանցվում են ու ասում են, ես ինչ պիտի անեմ։ Առաջինը դու ներկայացնում ես ֆիրմա, դու պիտի ընդամենը խանութ փոխել օնլայն խանութի հետ, նայեք ինչ սիրուն, գեղեցիկ օրիգենի, երևի ինչ-որ ցուցասրահներից ինչ-որ մեկն է։ Ուղղակի ցույց է տալիս, որ այստեղ ուղղակի ամեն ինչը նույն ֆիրմայի է, որը կոչվում է օրիգեն։ Ձախ անկյունում կողմում ցույց է տրված տարբեր ֆիրմաներ, տարբեր ապրանքներ։ Դուք չգիտեք դրանցից որն է իրական, որն է կեղծ։ Բացի դրանից, չեք կարող մոտենալ ընտրել, եթե Երևանում կա, շատ կա, գիտեմ, հաստատ մնացած քաղաքներում այնպես չի, որ դու մտես ինչ ուզում ես վերցնես, մեծ մասը խանութներ են, մի երկու բանի ավելձախ ես տալիս, վրեժ մուննաթ են գալիս, մի երկու հարց ավել ես տալիս, հարց են նայում, չեն ուզում պատասխանեն, վերջում գումարը տալիս ես, մի հատ շնորհակալություն է, էդ է։ Իսկ օրիգենում ցանկացած գնում կատարելու դեպքում դուք ունեք բալ։ Հիմա հաստ կառաջանա, շատ շատերը ասում են օրիգենը թանկ է։ Երեխեք օրիգենը
կարող է թանկ ուրիշի համար, բայց կոնսուլտանտի համար Oriflame-ը թանկ չի, որովհետև թանկացած կատալոգի մեջ կա այնպիսի սուպեր ակցիա, որ դուք եթե ամեն կատալոգին օգտվեք հենց կոնկրետ այդ սուպերակցիայի, այնպիսի պարագաների վրա է դրված, որ հենց առաջին անհրաժեշտությանը որ կատալոգները ձեր ձեռքը ուստի թերթեք կհասկանաք, որ նույնիսկ շատ էժանա, 100% ավելի էժանա, քան մնացած են պատեն դարած պանտիմպրովները ու մնացած ֆիրմաները։ Իհարկե էժան ֆիրմաներ էլ կան, բան չունեմ ասելու, բայց ինձ թվում է ամենաէժանին վստելը էդ մի բան չի։ Երկրորդ քայլը, առաջինը արդեն ասեցի, ձեր խանութը փոխում եք օնլայն խանութի հետ։ Հավատարիմ եք մնում ձեր ֆիրմային, եթե ձեր ծառը չջրեք ուրիշի ծառն եք ջրելու, եթե դուք այդ ֆիրման եք ներկայացնում, այդտեղ եք աշխատում, բնականաբար պիտի ինչ որ ձեզ անհրաժեշտ է, այդ ամեն ինչը գնեք ձեր ֆիրմային։ Սա տրամաբանությունը հաստատ լոգիկա է։ Երկրորդ քայլը, մենք ասել են ասած ռեկրուտինգ, հայերեն բառը չգիտեմ, շատ լավ բառ է ռեկրուտինգ, լավ հնչում է, հիշեք, մեկ-մեկ հասցնում եք, ինչա ռեկրուտինգ։ Ռեկրուտինգը գտնել այնպիսի մարդկանց, ովքեր ուզում են կրկնել ձեր քայլերը, ովքեր ուզում են միանալ ձեր թիմին եւ հասնել հաջողության։ Սա է ռեկրուտինգը։ Այն որ մենք հրավիրում ենք մարդկանց, ոչ թե հրավիրում ենք, որ իրանք աշխատեն մեզ համար, այլ հրավիրում ենք աշխատել, կրկնել այն, ինչ որ մենք ենք անում։ Այսինքն, նրանք մեզ հավատալ են, մենք թիմ ենք հավաքում, ոչ թե խնդրում ենք մեզ համար աշխատողներ։ Գտնում ենք այնպիսի մարդկանց, ովքեր կկրկնեն մեր քայլերը ու հավաքական ուժերով այդ քայլերը կրկնելով բարձրանում են մեր աստիճանները։ Սա երկրորդ կետը, որ դուք գրանցվելով ինչ պիտի անեք։ Երրորդ կետն է սովորելն է, որ պիտի այս վեբինարներին մասնակցեք, կարդաք նամակները, ինչ որ ուղղակում են, չեմ ասում բոլոր վեբինարներին պարտադիր պիտի մասնակցեք, բայց եթե հնարավոր է, որտեղ մարդը միշտ լսելով, տեսնելով է սովորում ու փորձի ընթացքում։ Oriflame այն գործն է, որ մինչև չմտնես մեջը, լողոցը երբեք ափին լողալ չի սովորել, պետք է մտնի ջրի մեջ, որ նոր սովորի լողալ։ Այս էլ է այդպիսի մի բան, կողքից նայելով ոչինչ չես հասկանա։ Պետք է մտնես այդ գործի մեջ, որ գլուխ անես, որ աչքովդ տեսնես, փորձ ունենաս, մանավանդ որ ոչինչ չես գործում։ Հիմա, դա ինչ է ցույց տված, ես հայերեն չեմ ծախել այս նկարը, որովհետև պարզ հասարակ նկար է, ինձ թվում է բոլորս էլ հասկանում եք, հիմա կբացատրեմ, ժամանակ չեմ կորցրել ուղղակի, ինչքան արագ կարելի է հասնել արդյունքի, հաջողության։ Եթե առաջին կատալոգում դուք միայնակ եք, կատարում եք 20 բալի պատել։ 20 բալը հենց այնա ինչ որ դուք եք օգտագործում ամեն ամիս։ Եթե ամեն ամիս էլ չէ, 2 ամիսը մեկ հաստատ կլինի։ 20 բալը այնքան չի նա, ես խնդրում եմ մի հատ դուք ուշադրություն դարձրեք, 20 բալի ինչ կարող եք առնել։ Մի հատ շամպուն, մի հատ մազերի կոնդիցիոներ, մի հատ օճառ կարող եք առնել, մի հատ ատամի մատուկ, մի հատ լոգանքի գետ, մեկ էլ դե կոսմետիկայի մեջ ինչ որ մի բան ամիսը մեկ հաստատ վերջանալու չլինի։ Եթե չլինի էլ կլինի տանը ինչ որ մեկը, որ այսպես ասած մի շամպունի տեղը երկուսն է լինում։ Դրա ուզում եմ դրանով ասել, որ 20 բալը ծիծաղելի է, որ մարդ կարծում է, 20 բալ ինձ համար շատ թանկ է, ինչ չեմ կարող։ Կներեք հազարի դու չես լողանում, դու քո ատամները չես լվանում ամեն օր։ Այդ ատամի մատուկը չի վերջանում, դու չես գնալու խանութից առնել։ Եթե գներն է հետաքրքրում, ասեմ, ու եթե զարմանում եք, ասեմ, որ Oriflame-ի մատուկները շատ ավելի լավն են, քան մնացածը, ու օրիգինալ են, ու ավելի էժան են, քան մնացած ձեր իմացած այն լատալուս եւ այլն։ Էդ երեխեք ջան, դրա համար 20 բալը ծիծաղելի է ուղղակի։ Ես իրոք իմ ծիծաղը գալիս է, որ մեկ ասում են, հա, դու ինձ այնտեղ կանչել ես, որ ես առևտուր անեմ։ Ոչ, դուք առևտուր չեք անում, դուք վաճառք չեք անում։ Դուք ընդամենը արվում եք այն, ինչ ձեզ ապետ։ Եթե չեք ուզում լողանալ, չեք ուզում լվացեք մեկ առնի, մի գրանցվի, մենք ձեզ չենք խնդրում, ուղղակի առաջարկում ենք։ Հիմա առաջին կատալոգին, եթե դուք միայնակ եք, դուք ինքներդ անում եք 20 բալ։ Երկրորդ կատալոգին հրավիրում եք ձեզ պես 2 հոգու, ովքեր իրոք ձեզ պես կաշխատեն, մարդ կհրավիրեն, կսովորեն, կմասնակցեն վեբինարներին ու իրենք են կօգտվեն։ Արդեն երեքդ միասին ամենքդ 20 բալ անում եք, դա առնում է 60 բալ, ճիշտ է։ Հիմա դուք հրավիրել եք 2 հոգի, դուք միասին
երեք հոգի եք, հիմա ամեքը էլի մարդ անվանում, ու այդպես երկրաչափական պրոգրեսիայով խմբի անդամների քանակները ավելանում են։ Հիմա այս օրինակով ցուցադրված, որ այդ ամեն մեկը 20 բալը անի, ինչի կհասնի, եթե իրոք ամեն մեկը, ամեն մի կատալոգի ընթացքում մի հոգի իր նման անձ բերի ու բոլորը համատեղ նույն ձևի կատարեն այդ 20 բալերը, որը ոչ մեկիցներս մեզ համար հաստատ արնում ենք էլի եմ կրկնում ու չեմ հոգնեցնելու, ապա դուք շատ շուտ 11 կատալոգի ընթացքում խմբային կհավաքեք 20,500 միավոր, ձեր խմբում կլինի 1024 անդամ, ովքեր կկատարեն այդ 20 բալը ու դուք կհասնեք 22%-ի, 22%-ը դա առաջին նայեք, դասուքից հետո 2-22 պատրաստ, ճիշտ է, առաջինը դա ավակ մենեջերն է, երկրորդը տնօրեն, դա էլ այսպես, ուզում եմ ասեմ, որ արդյունքի հասնելը շատ հեշտ է, մեկ հասնում եք քանի մարդ գրանցեն, որ ես արդյունք ունենամ, մարդկանց քանակը կապ չունի, կարևորը ում գրանցել եք այդ մարդը իրոք աշխատի ու հասկանա ըմբռնի իմաստը, հաջորդ նկարը, հիմա համեմատում եք դասական աշխատանքը Oriflame-ի հետ, դասական աշխատանքի ինչ նկատի ունեմ, բարձր աշխատանք, որ դուք գնում եք ինչ-որ մեկի մոտ աշխատում եք, ինքը ձեզ վճարում է, դա բարձր աշխատանք է, դասական մեր սովետական ժամանակներից եկա, որ դուք պիտի ավարտես, պիտի գնաս միտեղ գործի ընդունես մի 40 տարի, պիտի ինչ-որ մեկի մոտ աշխատես, պիտի ստանաս մոտավորապես, էդ հիմա է մի քիչ ավելացել, մարզերում կարող եմ ասել հաստատ համոզված եղած, միջին աշխատավարձը 40,000 դրամ է, 40 տարի աշխատես, որ ստանաս 40,000 դրամ, վերջում էլ թոշակի անցնես, այդ թոշակը 40,000-ը չի լինելու, $40 է լինելու, դե պատկերացրեք ինչքան է լինելու ձեր թոշակը, այսինքն ամբողջ կյանքը ընտանիքից կտրվեք, գնաց ինչ-որ մեկի մոտ աշխատեք ու ողորմելի թոշակ ստանաս, այդ է մեր պետությունը, չկա կայունություն դասական աշխատանքում, երբ ուզեն ձեզ գործից դուրս գալու, երբ ուզեն, Oriflame-ում կա կայունություն, ոչ ոք, եթե դուք իհարկե խախտում չեք արել, խախտումների մասին, եթե ձեզ հետաքրքիր է, ես հետո կասեմ, դուք եք ձեր կոդնա, ձեր ծածկագիրնա, ոչ մեկ ուզում եք աշխատում եք, չեք ուզում չեք աշխատում, ոչ մեկ չի կարող ձեզ հեռացնել աշխատանքից, ոչ մեկ, քանի դեռ ինքներդ չեք հեռացել, երկրորդը դասական աշխատանքում աշխատում եք, ստանում եք շահույթ, չեք աշխատում, չեք ստանում, Oriflame-ում այսպես է, սկզբում իրոք, պիտի շատ աշխատել, բայց անմիջապես շահույթ չկա, բայց կա հնարավորություն հասնել այնպիսի աստիճանի, որը նենց հեռու բաներ չի, շատ ռեալ է ու հասնելը հնարավոր է, հասնել պասիվ շահույթի ու չաշխատել, սա ոսկյա տնօրեն, ինչպես ռուսներեն են ասում, զալատոյ դիրեկտոր, այս տերմինները ես պարտադիր ռուսերեն եմ ասում, որ ձեր ականջին սովոր բաներ լսեք, եթե հայերեն ասեմ, իսկ դու կարող ես լսեք, հաց չհասկանաս, դրա համար ռուսերեն եմ ասում, դուք դառնում եք զալատոյ դիրեկտոր ու այդ պահից սկսած դուք կարող եք չաշխատել, բայց ձեր պասիվ շահույթը միշտ լինելու է, որովհետև դուք այնքան եք աշխատել, որ ունեք այնպիսի թիմ, որ հիմա կարող եք չաշխատել ու բայց շահույթ ստանալ որպես այդ թիմը կառուցող ու ղեկավարող։ Դասական աշխատանքում մինչև բուխ ավարտած չլինեք, ձեզ գործի չեն դասնելու։ Խնդրում եմ գրեք, ովքեր են աշխատում մի այնպիսի կարգին տեղ, որ լավ գումար են ստանում ու բուխ չեն ավարտել։ Կան այդպիսի մարդիկ, որ առանց դիպլոմի, առանց բարձրագույն կրթության աշխատում են մի այնպիսի տեղ, որ ստանում են ենթադրենք 100,000 դրամ աշխատավարձ, կամ այդպիսի մարդիկ, չաթում գրեք, ես իմանամ։ Իհարկե չկա։ Այստեղ նույնը քաղաքարարի գործի ընդունվելու համար ասի շատ տեղերում պահանջում են բարձրագույն կրթություն։ Մեզ մոտ այդպիսի բան չկա։ Առանց հատուկ ուսուցման կարող եք կառուցել բիզնես, Oriflame-ին հետաքրքիր չի, դու բարձրագույն ես ավարտել, թե ընդհանրապես չես ավարտել։ Կարևորը դու կարողանաս լոգիկա ունենաս, աշխատակներ, ունենաս համբերություն, ունենաս վստահություն քո ուժերի հանդեպ, այդ է պետք Oriflame-ին։ Ես չեմ ասում մի սովորեք, սովորելը շատ կարևոր բան է, skills լինելու, գրագետ լինելու ու շրջապատում չամաչելու համար և ձեր երեխաներին և դաստիարակելու համար, բայց աշխատանքի համար, օնլայն մարքեթինգի համար, կրթությունը հետաքրքիր չի։ Հիմա,
Դասական աշխատանքում ինձ ասեք խնդրեմ։ Այո, Նարինե ջան, բարեկարգ կազմվածք է պարտադիր, ճիշտ է, ես դրան էլ կանդրադառնամ։ Հիմա դասական աշխատանքում ենթադրենք դուք դպրոցի տնօրեն եք, կամ նախարար եք, կամ մի այնպիսի պետական աշխատանք է, կարող եք ժառանգաբար թողնել ձեր աշխատանքը ձեր որդուն, ձեր աղջկան ու ուզեք, կարող եք։ Ասեք, կարող եք ձեր աշխատանքը ժառանգել ձեր հետնորդներին։ Չեք կարող։ Օրենքներում հիմա կասեք ժառանգաբար փոխանցում եք շատերը կծիծաղեն, շատերին հեքիաթ կթվա, բայց պարզ տրամաբանությունն է, դուք ունեք կոդ, դուք այդ կոդով ստանալու եք ձեռք, եթե հասնեք տնօրենի աստիճանին այդ կոդը ձևակերպում եք որպես անհատ ձեռներեց, այսինքն անհատ ձեռներեց, դա ձեր անձնական գործն է, դուք ձեր կոդը ում ուզեք կարող եք ժառանգել։ Այսինքն ձեր աշխատանք, դուք հիմա ինչ անում եք ձեր եւ հետագայում ձեր երեխաների համար։ Հանգիստ կարող եք ձեր գործը փոխանցել ում ուզում եք։ Դա շատ կարևոր բան է։ Հիմա հարց մոտավորապես 21% դասական աշխատանքում, որտեղ էլ որ աշխատեք, ձեր աշխատավարձի պահումներ են կատարում։ Ձեր աշխատավարձը տալիս են այնքան պահումները հանած։ 21%։ Պատկերացրեք ինչ մեծ թիվ է։ 21% դուք աշխատում եք, ձեր աշխատավարձի պահում են անում։ Պետական հարկ, օրենքներից ձեր աշխատանքից հարկ մուծում եք, ընդամենը 5-ից 6% նայած պետություն, բայց մուծում եք այն ժամանակ, երբ որ դուք ձևակերպում եք որպես անհատ ձեռներով։ Մինչև ձևակերպելը ոչ մի տոկոս պահում չկա։ Սա էլ շատ կարևոր է։ Եվ վերջին կետը, տարիք։ Հիմա որտեղ գնում եք աշխատանքի, ձեզնից պահանջում են բարետեր, երիտասարդ, սիրուն աղջիկներին, ճիշտ է։ Սիրուն աղջիկներ են ուզում ու երիտասարդ, եթե ամուսնացած եք գործի չեն ընդունում, որովհետև ասում են եսա բալիկ ունենաս, էլ գործի չես գա, հետո կգաս, բալիկը կհիվանդանա, թույլտվություն կխնդրես, հետո մի քիչ մեծանում ես, ասում են եսա երկրորդ բալիկից ժամանակն է, մի քիչ էլ մեծանում ես, ասում են գիտեք մեզ երիտասարդ ասես, ու տենց կյանքդ անցնում է։ Իսկ օրենքներում տարիքային սահմանափակում չկա։ Այսինքն, եթե ես կարգում նայել եմ, 14 տարեկաններից կարող են գրանցել, իհարկե մի քիչ անիմաստ եմ դարձնում, բայց ով ուզում է կարող գրանցվի։ Եթե 14 տարին լրացել է, կարող է 75 տարեկան տատիկը նստի համակարգչի առաջ, մտնի կվերցի ձեռքը, մեր հետ միասին, մեզ հավատալ, շատ աշխուժ տատիկի ու մեր հետ աշխատել։ Մեզ հետաքրքիր չի իր տեսքը, կարևորը իր խելքն է, իր տրամաբանությունը ու իր աշխուժությունը։ Դրա համար կեցե օրիֆլեյմը, կեցե էքսպերտ կարիերա։ Հիմա պատկերացրեք, այդ 75 տարեկան տատիկը գնացել է սպասարկման կետ, եկել ասում է ես ուզում եմ աշխատել։ Ինչ կասեն այդ տատիկին։ Կասեն տատիկ, պակա։ Ճիշտ է։ Իսկ էքսպերտ կարիերան կասի արի տատիկ ջան, եթե կարող ես աշխատի, ես քեզ կօգնեմ այն ամեն ինչով կարող եմ։ Հիմա հաջորդը։ Դասական բիզնես։ Դասական բիզնես, ենթադրենք դուք խանութ ունեք, խանութի տեր եք, բիզնես woman եք, բիզնես lady։ Դասական բիզնեսը սա է, բայց այս մեր հասկացողությամբ ասենք, իրականում դասական բիզնեսը նայած որ դուք ունես բիզնես ու ոչինչ չես անում, ուղղակի օգտվում ես։ Բայց մեր պատկերացումով դասական բիզնեսը, այսինքն ունես խանութ, պիտի գնաս, խանութից տիրություն անես, հսկես, վերջում հաշվարկ անես, գրասենյակը նույնպես պիտի գնաս, կարգավորես անընդհատ, հսկես։ Իսկ օրենքներում ոչ գրասենյակ կա, ոչ խանութ կա։ Ինտերնետն է, քո էջն է, քո կոդն է, քո ծածկագիրն է, մտնում ես, աշխատում ես։ Դու քո տունը։ Ներդրումներ դասական բիզնեսում պարզ է, մինչև փող չծախսես, ոչ մի գործ չես կարող դնել։ Կարող ես հիմա գործ դնել, ասեք, ով է առանց փողի, հիմա ինչ-որ գործ հիմնել։ Կան այդպիսի մարդիկ։ Պատասխանեք, աղջիկներ, այնպիսի մարդ կա, որ զրոյից առանց գումարի գործ ա դրել։ Ինքը հիմա բիզնեսմեն է, զրոյից։ Կարծում եմ չկա։ Օրենքներում այդպիսի բան կա, որովհետև
դու գումար չես ներդնում, դու ընդհանրապես պիտի այնքան խելք ունենաս, որ ինչ որ գնում ես խանութից, գնում ես օրիգինալից, բայց շանս ես ստանում դու քո գնումից ստեղծես բիզնես։ Քո եւ քո նմանների խմբով։ Եթե սխալ եք, գրեք սխալ եմ։ Նորից հարկերին վերադառնանք, դասական բիզնեսում արդեն 21% մեղմ է ասված, ավելի շատ հարկեր պետք է մուծել։ Իսկ օրիգինալում ասեցի, հարկեր չկան։ Մինչև այն ժամանակ, մինչև պայմանագիրը կկնքես ու բանկային հաշվից վրա կստանաս արձեռն գումար։ Բանկային հաշվից վրա կստանաս, քարտով կհանես գումարը կծախսես։ Այդ ժամանակ նոր պահումներ կլինի ու դա ասեմ, ծախսի շատ լավ է, այսինքն ստաժ է գնում աշխատանքային, կենսաթոշակային պահումներ, դուք չեք կոչվում անգոն։ Եթե պայմանագիրը հստակ պայմանագրի, դուք արդեն աշխատում եք, դուք կոչվում եք աշխատող։ Ստարվածություն, հաշվապահություն, դասական բիզնեսում հաշվետվություն, հաշվետարություն, գովազդ, գրեր, անընդհատ պիտի գովազդներ անեք, պիտի հաշվապահներ պահեք, պիտի հաշվետվություններ հանձնեիք հարկային, պիտի անընդհատ դոլարի աճի ցածրանալու, բարձրանալու հետ պիտի անընդհատ գնային փոփոխություններ անեք։ Իսկ օրիգինալում ամեն ինչը դեր տեղանում է, այդ կաբինետը, այդ կոդը ծրագիրը, որ ունեք, մեծ հաշվապահական ծրագիր է աշխատում, ինքը ձեր տեղը ամեն ինչ հաշվում է, դուք ոչ մի բան չեք անում, այսինքն դուք ընդհանրապես ձեր բիզնեսի տեղն եք, ունեք հաշվապահ եք պահում, կոպիտ ասած, բայց չեք վճարում, ոչ էլ մտածում եք, որ ինքը կարող է ձեզ խաբի, ոչ էլ ստուգում եք իրան, ոչ էլ վերահաշվարկ եք անում, դա մեծ չի կարող այդ ծրագիրը խառնի, հսկում է Շվեյցարիայում, նույնիսկ Հայաստանում այդ ծրագիրը ոչ մեկ չի կարող խառնել, եթե անգամ այդ ծրագրավորողը ոչ մի բան չի կարող անի։ Դե պատկերացրեք ինչ պիտի շանս է ձեզ տրված։ Ձեր տեղը աշխատում են, դուք օգուտ եք ստանում։ Հիմա սա հաջողության աստիճանն է, հաջողության պլանի պատկերավոր տեսքն է։ Մենք մեր պրոյեկտը մինիմում դիտում է ամեն մեկին հասցնել Զալատոյ դիրեկտոր, ոսկյա տնօրեն աստիճանին, քանի որ այն մնացած բաները մի քիչ էգոիստական են, որովհետև նույնիսկ 3%-ից 6%-ից շահույթները լինում են, բայց այնքան չնչի, որ ես դա շահույթ չեմ ասի, ուղղակի աշխատանքի արդյունք է ստանում, ուրախանում է, ոգևորվում է, սա 12%-ից 15%-ից արդեն իրոք կա այդ գումարը, բայց այս մի քիչ էգոիստ մակարդակներ են, որովհետև դու այդ մակարդակում աշխատում ես, բայց քեզնից հետո չի աշխատում, բայց քանի որ մեր թիմային աշխատանք է, մենք ուզում ենք մեզնից հետո բոլոր եկածները տեսնեն իրենց աշխատանքի արդյունքը, ոգևորվեն, իրենք էլ գումար ստանան։ Դրա համար մեր նպատակը ամեն մեկին հասցնել ոսկյա տնօրենի աստիճանին, որ ինքը աշխատի էլ ինքը գումար ստանա, պասիվ գումար։ Իրանից հետո եկողները գումար ստանան ու կայուն լինի այդ ֆոնդը։ Հաջորդ ինչ պիտի անել։ Ենթադրենք հիմա դուք լսեցիք ու որոշեցիք գրանցվել մեր մոտ։ Ենթադրենք որոշել եք, ուզում եք մեր հետ համագործակցել։ Շատ հաճախ իրենց նամակները ուղարկում եք, մարդը չի հասկանում։ Ճիշտ է, ես իրանք շատ հասկանում եմ, ինձ էլ են շատ ուղարկել նամակներ, ես էլ չեմ հավատացել, նույնիսկ խոսել եմ շատ ելին։ Արիվ կնդերձի կպատմեմ ինչպես են մտել այս պրոյեկտի մեջ, հիմա ուղղակի ուզում եմ ասել, ենթադրենք դուք որոշեցիք գրանցվեցիք, դիմեցիք մեզ, միացաք մեր պրոյեկտին, ինչ պիտի անեք, աշխատանքի համար պիտի ստեղծել այդ ցանկացած սոցցանցում, մարդկա ակնկալիքի հետ ասենք յոլա չի գնում, Facebook, Instagram, տարբեր բաներ կան, Contact, երեխեք, ես այն փոքրիկներին չեմ ասում, էլի մեծ մոտ եք, խող եք խողում, անընդհատ ուրիշների նկարներին, ես ուղղակի որ տեսնում եմ մի խաղի հրավեր են ուղարկել ու այդ մոտու տարիքն եմ նայում, մեծ ընտանիքով, 3 երեխա ունի, խաղ է խաղում, ամուր խաղ, իրոք։ Եթե դու կարաս այդ ժամանակը ռացիոնալ օգտագործել, սոցցանցերում հենց նույն խաղի տեղը եկեք սա էլ խաղ անվանենք, եկեք որոշենք, տեսնենք, ես պայմանավորվենք, տեսնենք, ով կարա ասենք օրվա ընթացքում 5 հոգու կարենա ճիշտ բացատրի ու հրավերի իր թիմից պակաս խաղա։ Եկեք խաղանք, տեսնենք ով շատ մարդ կհրավիրի։ Նպատակ դնենք, այդ օրվա մեր ինչ եք ասում, փուլն է, այս մի աշխարհը պիտի անցնենք, ենթադրենք։ Ինչ վատան է, եթե դուք դրա արդյունքը պիտի քաղեք։ Հիմա հրավիրել ընկերանալ նրանց, ով կցանկանա։ Քանի որ գիտեք, բոլոր սոցցանցերում եք, եթե դուք ցույց եք
հենց այնպես ուրիշների նամակներ ուղարկեմ, ձեր էջ հասա պրոֆիլը, բլոկ են դնում երեխեք ջան։ Բլոկ են դնում, որովհետև սպամի տպավորություն է թողնում։ Դուք ասենք ասած, հենց այնպես սայթը շատ չգիտի, որ դու իրան աշխատանքի եք հրավիրում, սոցքանցը դրա համար չի իսկ բանը նախատեսվածը հետ։ Պետքա դրա համար դուք իրան ռուսերեն ասած դրուժի տակ, պիտի ընկերանաք, որ իրան նամակ ուղարկես, կայքը հասկանա, որ դուք հո ընկերոջն ես ուղարկում նամակ։ Այդ դրա համար է գրած, հրավիրել, ընկերանալ նրանց հետ, ով կցանկանա։ Ընկերները կարդում են, ձեր գրառումները հետաքրքրվում են, դուք ստատուսներ եք դնում, նկարներ եք դնում, հարցումներ եք անցկացնում ինտերնետում, գրում եք, նայում են, ճիշտ է, ձեր ռուսերեն ասած լենտան, թերթում են, տեսնում են, դուք բոլորի մոտ երևում եք, ասում են, էլի, դուք ինչ անում եք, հրկում են, կան այդպիսի մարդիկ։ Հիմա մենք այդ նույն ձևով աշխատանքի ենք հրավիրում, այդ մեր շաբլոններն ենք տեղադրում, մարդիկ տեսնում հետաքրքրվում են, ուզում են։ Ոչինչ, Նաիրա ջան, բլոկ են դնում, նորը բացեք, մեծ հնարավորություններ կան, ես հետո առանձին կբացատրեմ ինչպես աշխատել առնագլասնիկում, որպեսզի բլոկ չդնեն, դա հատուկ առանձին թեմա կլինի, խոստանում եմ։ Հիմա ով պատրաստ է, ով համաձայն է ձեզ հետ աշխատել, նրանց գրանցում եք։ Մի բան էլ, ոչ մեկին չեք համոզում։ Այստեղ համոզելու բոլորովին բան չկա։ Մարդուն ուղղակի առավելություն եք անում, առաջարկում եք կողմեք կառույցի բիզնես։ Ուզում ա, շատ բարի, իրան գրանցում եք, քո թիմին միացնում եք աշխատանքային խմբերին, դասընթացներին, ով չի ուզում, բարի ճանապարհ, չեք տեղանում, հաստատեք բոլորը ձեզպես չեն, բոլորը չեն ուզում խաղերը թողնեն ինչ-որ լուրջ գործով ծանվեն, դրա համար ով չի ուզում մի նեղացեք, մերժումներից մի նեղացեք։ Ավելի բաց է, երբ որ ձեր երեխան խանութում ձեր ձեռքը բռնի մի խաղալիք ուզի, դուք ասեք գիտես ես ուղղա չունեմ, այդ ավելի բաց մերժում է, քանի որ մեկը ասի չէ ես քո հետ չեմ ուզում աշխատել։ Դրա համար դրան այդքան բաներ մի տարեք, նաև որպես աշխատանք, բա այն սպասարկման կետերում աշխատողները ինչ ասեն, որ ինչ տիպի, ինչ դուրմունքով մարդ ասես, իրանք դեմը կանգնում է, իրանք մնաց է գալիս, իրանք էլ այսպես կլիքները կա սպասարկում են։ Ինձ թվում է այդ ավելի վատ է, քան թե ինտերնետով ինչ-որ մեկը քեզ ասի, էլի չգրես, ես չեմ ուզում։ Թեթև տարեք։ Հիմա այդ նկարը տեսեք երեխեք, շատ Հայաստանում ինձ հետ չի հանդիպել, որ գրեն դուք պիրամիդա եք, դուք եք, բայց ռուսական, ասենք, կայքերում շատ են գրում, հայոց մեն, այս պիրամիդա, դու բոլորին հավաքում ես, որ դու օգտվես, իսկ ես ներքևը չարչարվեմ քո համար, որ դու շահույթ ստանաս։ Հիմա բացատրեմ, որ հասկանաք պիրամիդան ինչա նշանակում սա։ Մենք ընդհանրապես կապ չունենք այս պիրամիդայի հետ, պիրամիդան ձեզ ապրանք չի առաջարկում, դու հիմա օրինքնից փողը վճարում ես, դրա փոխարեն բան ես ստանում, դու ինքդ քեզ համար քո կամքով առել ես, այս պիրամիդայում բան չկա, կամքով չկա ամեն ամիս, պարտադիր, հատուկ քանակի գումար կա, պիտի վճարես, այդ է պիրամիդան, ու դրա փոխարեն ոչինչ չես ստանալու, ոչինչ, ընդհանրապես քեզ խոսք են տալիս, որ կգա մի օր, որ դու էլ գումար կաշխատես, այդ է պիրամիդան, իսկ օրիֆլեյմում եթե դու սկզբնականում ոչինչ չես աշխատում, փոխարենը դու այդ վճարած գումարի դիմաց ապրանք ես ստացել։ Այնպես որ պիրամիդան դա չի, պիրամիդայում ոչինչ չեն սովորացնում, ծրագիր չունեն, ինչ-որ շաբլոն է, քայլերը, ասում են ես պիտի անես, իսկ մեր մոտ մեթոդներն են սովորացնում, ասում են ինչ պիտի անես, ռեալ գործ ես անում, իսկ դա գործանել չկա, դու պետք է մտնես մարդուն զոմբիացնես, համոզես, որ այսքան փող տրամադրի, որ հետո դու փող ես ստանալու, ինձ շատ են հրավիրել այդ ծրագրերի, ես հասնում եմ այդ անդին, ասում եմ եթացենք, ես մի ծրագրում կար, ինչ-որ $10 պիտի ներդնեի, թե 20 չեմ հիշում, ասում եմ, ես հա, ենթադրենք հասկացանք, ասենք $10 ենթադրենք ինչ-որ մեկի համար հեչ բան է, ես այդ գումարը ներդրեցի, ես ինչ եմ ստանալու դրանից, ես չեմ ասում $10 դնեմ, $100 ստանամ, ասում եմ, այդ $10, որ ես դրել եմ, ինչի համար եմ դրել, պատասխան չկա, ձևը տենց է, ասում են, այդ ծրագիրը տենց է, դու պիտի դնես, հետո պիտի մի քանի հոգի ես դնի, հետո քեզ պիտի ընտրեն, չգիտեմ ինչ, երեխեք մեծ մարդ եք, եկեք
ուղղակի ծիծաղելի է, ո՞նց հնարավոր է գումար ինչ-որ, թեկուզ չնչի, թեկուզ 500 դրամ, ինչի պետք է ներդնել, եթե դու չգիտես ինչի համար է դա։ Իսկ Օրիֆլեյմում այդպիսի բան չկա, դրա համար ով Օրիֆլեյմին ասում է պիրամիդա, նա ուղղակի անխելք է, ծիծաղելի է։ Մեր նշանաբանն է, կհասնես շահույթի միայն այն ժամանակ, երբ որ կօգնես ուրիշին նույնպես ստանա շահույթ։ Սա շատ լավ, շատ դրական նշանաբան է։ Այստեղ հնարավոր չի երեխեք, եթե դուք հասել եք արդյունքի, եթե ասենք, ես հասել եմ 9%-ի, ես ասենք այն իմ ձեռքերը տեսած։ Եթե դուք ինձնից հետո ովքեր մտել են մեր խումբ, դուք չստանաք շահույթ, իմ շահույթը օդից կախված փուչիկի պես նիզանը, որը շատ շուտ կտրանքի։ Դրա համար ինձ պետք է, որ դուք էլ հասնեք շահույթի, որպեսզի իմ շահույթը ավելի մեծանա, որ ձեզնից հետո եկածներն էլ շահույթ ստանան, ձեր շահույթն էլ ավելանա, ու մենք բոլորս միասին ասենք։ Հիմա այս աճի պահը հիշեք, ասելու եմ, որ մեր մոտ կարող է քեզնից հետո գրանցվածը քեզնից ավելի շատ գումար աշխատի, քան դու։ Պիրամիդայում դա էլ չկա, սա էլ լավ հիշեք, ես կբացատրեմ։ Հիմա գուցե անհնարին թվա, բայց ռեալ է։ Հաջորդ նկարը։ Սա հիմնականում, այսպես ասեմ, չեմ ասում 100% բոլոր սպասարկման կետերում, բայց հիմնականում սպասարկման կետերում այսպես է։ Այս կարմիր շորերով տիկինա պարոնը ձեզ ասում է, տարեցքան ապրանք վաճառել, դուք էլ խելոք լսում եք։ Ինչի է բոլորի գույնը վառ կապույտ, այստեղ եք մարդու աչքին դուք բոլորը նույն տեսքով եք, նույնն է, ամեն ինչը իր համար, կապ չունի ձեր մարդկային որակները, այնքան է լավ վաճառական լինեք։ Սա մեր նկարն է, մենք ենք տարբեր բնավորություններով, տարբեր էներգետիկայով, մեկս մի քիչ ավելի լավ ենք աշխատում, մեկս մի քիչ թույլ, բայց մենք հավասար ենք, մենք իրար հետ թիմ ենք, նույն հաստության վրա ենք, իրար հետ աշխատում ենք։ Հիմա այս նկարը շատ ուշադիր նայեք, սա վերջացած է Օրիֆլեյմի պաշտոնական կայքի, ուրեմն մարդիկ կան ասում են, որտեղ է ձեր գրասենյակը, դուք եք ինչ անօրինական գործունեությամբ եք զբաղվում, ուր է ձեր գրասենյակը, ես որտեղ կամ ձեզ հանդիպեմ։ Հիմա ասում եմ, օնլայն մարքեթինգում գրասենյակ ընդամենը մեկը կա, կենտրոնական գրասենյակն է, որը մեզ տրամադրում է այդ ապրանքները, բայց քանի որ մենք իրանից հեռու ենք գտնվում, տարբեր տեղերում ենք, ինքը ունի սպասարկման կետ, սպասարկման կետ, ոչ թե օֆիս, ոչ թե գրասենյակ, ընդամենը սպասարկման կետ, որտեղ ուղարկվում է ապրանքը դուք ստանում եք։ Վերջ, իրանք ձեզ սպասարկում են ու վերջ։ Բացա, դրա համար որ հարցնում են որտեղ է ձեր օֆիսը, մեր օֆիսը Երևանում է։ Բարձա, մնացած սպասարկման կետերը մենք այդտեղից սպասարկում ենք, որովհետև մենք օրինական խորհրդատու ենք։ Կներեք։ Հիմա, ով ցանկանում է միանալ մեր պրոյեկտին, դիմեք նրան, ով հրավիրել է ձեզ եւ ուղարկել է այս կայքը, ով ուղարկել է դիտելու այս սեմինարը, դուք դիմեք այդ մարդուն, ինքը ձեզ կտա մեր կոնտակտները, կամ կարող եք Facebook-ում Adnaclassic-ում գտնել Թամարա Սարդարյան, ես կօգնեմ ձեզ միանալ մեր պրոյեկտին։ Մեզ մոտ հիշեք ուսուցումն անվճար է, դուք կորցնելու որևէ բան չունեք, ներդրում չունեք դուք այստեղ, ոչ մի կոպեկ լումա դուք չեք ներդնում, ոչ մի բան, միայն եթե դա կարելի է ներդրում ասել ձեր ժամանակն, ուրիշ ոչինչ։ Հիմա ես ուզում եմ ասել, որովհետև ես շատ փոշմանել էի, ինձ շատ շուտ էի հրավիրել, ես հրաժարվել եմ միշտ, ու որ հասկացա, որ դա ճիշտ է, հետո շատ փոշմանել էի, որ ես այդքան ժամանակ եմ կորցրել։ Հիմա դրա համար ես այս տողերը գրել եմ, հենց այնպես չեմ գրել, փոքրիկ եմ գրել, ու միշտ հիշեք, որ ամենավատ բանը նա է, որ իմանում ես, որ դու ունեիր հնարավորություն, բայց դու չօգտագործեք իրան։ Դա շատ բան է, դրա համար քանի հնարավորություն ունեք, օգտագործեք ու հասեք արդյունքների։ Վեբինարը այդքանով ես ավարտում եմ, եթե հարցերն եք, գրեք, սիրով կպատասխանեմ։ Հարցեր կան։
Ոչ ոք հարց չունի, ամեն ինչ պարզ է, ես էլ եմ շնորհակալ շատ բոլորիցս։ Չկան հարցեր, եթե չկան, ես ավարտեմ, արդեն անջատեմ, եթե ընթացքում հարցեր կառաջանան, դուք կգրեք առանձին։ Շնորհակալություն Ելենա։ Սիրով կպատասխանեմ։ Այո, Լեռնուհի ջան, հաճույքով կպատասխանեմ, գրեք, ինչ հարց ուզում ա լինի։ Ինձ համար հաճելի է, շատ։ Ավարտենք, անջատեմ այսքանով։ Շնորհակալություն բոլորիցս, որ ներկա եք, շատ գոհ եմ ձեզանից։ Հույս ունեմ մնացած այս անգամ մի քիչ խնդիր եղավ։ Չկարողացանք մի անգամից տեղադրել, որպեսզի շատ բարձրացնի, մյուս անգամ շատ ավելի կազմակերպված ու շատ ավելի հաջող կլինի։ Վերջ։